Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հյուրերի է դիմավորում Շարմ էլ-Շեյխի միջազգային համաժողովների կենտրոնում, որտեղ անցկացվում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը։ Ավելի քան 20 երկրի առաջնորդ է մասնակցում գագաթնաժողովին Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի նախագահների հրավերով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցում, նա առավոտյան է մեկնել Եգիպտոս։ Ինչ է անելու Փաշինյանն այնտեղ։ Ելույթի կամ հանդիպման մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ Ալիևն այնտեղ է, հերիք է, հեգնում են համացանցում։ Փաշինյանի Շարմ էլ-Շեյխ հասնելուն պես միանգամից լուսանկարներ տարածվեցին Ալիևի հետ։ Սա Փաշինյան-Ալիև զույգի արդեն երրորդ հանդիպումն է վերջին 10 օրում։ 3 օր առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իրար տեսել էին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից մոտ 1 շաբաթ առաջ էլ Կոպենհագենում։ Փաշինյանի ու Ալիևի եգիպտոսյան շփումներին ավելի ուշ միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանի ղեկավարը սեղմել Պակիստանի ղեկավարի ձեռքը։ Մոտ 2 ամիս առաջ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանն ու Իսլամաբադը։ Պակիստանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել էին, որ չեն ճանաչի Հայաստանը որպես պետություն, քանի դեռ Ղարաբաղի հարցը լիովին չի լուծվել Ադրբեջանի օգտին։ Միացյալ Նահանգների նախագահին օդանավակայանում Եգիպտոսի նախագահն է դիմավորել։ Թրամփը Շարմ էլ-Շեյխ է եկել Երուսաղեմից, որտեղ Իսրայելի խորհրդարանական ամբիոնից խաղաղության մասին ելույթի ժամանակ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի անունն է տվել, այս անգամ չշփոթելով Ալբանիայի եւ Կամբոջայի հետ։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն խաղաղության վերականգնումը, այլև նոր դարաշրջանի սկիզբը։ Դարաշրջան, երբ ժողովուրդները չեն մոլորվում ատելության եւ բռնության մեջ։ Մենք նոր ժառանգություն, համագործակցություն կկառուցենք Հայֆայից Բեյրութ, Երուսաղեմից Դամասկոս, Իսրայելից Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Պակիստան, Հայաստանից մինչև Ադրբեջան։ Դրանք միայն առևտրային կապեր չեն, դրանք մեր ընդհանուր ապագայի հիմքն են։ Խաղաղության Նոբելյան մրցանակ չստացած Թրամփը Շարմ էլ-Շեյխում իրեն տանտիրոջ պես է զգացել։ Մեկ առ մեկ ողջունել է խաղաղության գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին։ Կարճ է տևել գագաթնաժողովը։ Այն պահին, երբ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Եգիպտոսի ու Քաթարի առաջնորդները Գազայի խաղաղության համաձայնագիր էին ստորագրում, Փաշինյանը հեռախոսից չէր կտրվում։ Հայաստանի վարչապետին մի պահ կորցրել էր Թրամփը, երբ հերթական անգամ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու մասին է խոսելիս եղել։ Փաշինյանի տեղը Ալիևն է ցույց տվել։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։